Պարոն Ռուբինյան, իշխանությունը անդադար, այդ թվում եւ դուք տեսնում ենք ու եթերով, այսպես է վրտոված Գյումրի 2-ից եք խոսում, կանխելու ենք, այնպիսի տպավորություն է, որ մեծագույն հանցագործությունը իշխանությունը փորձում կանխել, հատկապես որ նմանատիպ սցենար դուք իրականացրել եք, նկատի ունեմ քաղաքական թիմը Երևանում, երբ որ ձեր քաղաքապետի տեխնացուն 8-9% էր հավաքել եւ միանձնել չէր կարողանում քաղաքապետ դառնալ, նրան օգնեց Հանրապետություն կուսակցությունը, հանրային ձայնից եղան ավականիներ, հետևաբար, ինչ խնդիր կա, եթե օրինակ ընտրական պրոցես է, որի ժամանակ կարան ընդդիմադիրները միավորվեն եւ այլն, ինչն եք ուզում կանխեք։ Նախ խնդրեի փաստական սխալներ չանել, քաղաքացիական պայմանագիրը Երևանում, եթե չեմ սխալվում, 33% էր հավաքել, ոչ թե 8-9%։ Երկրորդը Երևանում հարգելի գործընկերներ ձեռ եք հաջորդը հանցագործություն չի ընտրություններում հետընտրական կոալիցիաներ ստեղծելը, ձևավորելը եւ իշխանություն դառնալը, դա նախատեսված է ուղիղ ընտրական օրենսգրքով։ Հանցագործությունը կաշառակերությունը Սա մեկ, երկրորդը ոչ անպայման է, որ ամեն ինչ, որ հանցագործություն չի, լավ բան լինի։ Հիմա մենք համարում ենք, որ Քոչարյանի եւ երկու օլիգարխների իշխանության գալը վատ բան է եւ դա պետք է կանխել։ Արդյոք դա հանցագործություն է ինքնին։ Եթե արդար ընտրվեն, հանցագործություն չի, բայց շատ վատ բան է։ Որ օրինակ, այն որ մի ընդհատեք ինձ էլի, չէ, Երևանում Քոչարյանն ու օլիգարխները չեն եկել իշխանության։ Օրինակ, Վարդանիկը ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ինչի արդյունքում, երբ որ Քոչարյանական եւ Սերժ Սարգսյանական եւ ռուսաստանցի օլիգարխական մի քանի ուժեր բաժանվեցին մի քանի բլոկերի եւ հետընտրական համագործակցությամբ Վարդանիկը ընտրվեց քաղաքապետ, ինչը ինքնին հանցագործություն չէր, բայց դրանից ուղիղ 6 ամիս անց Վարդանիկը ձերբակալվեց կաշառակերության մեղադրանքով։ Հիմա ինչ կլինի տարբերությունը, եթե Քոչարյանն ու երկու օլիգարխները տարբեր բլոկների բաժանված հաջողեն ստանալ մարդկանց մեծամասնության քվեն եւ գան իշխանության։ Կաշառակերության մեղադրանքով ոչ ոք չի ձերբակալվի, որովհետև ինչպես իրենց իշխանության տարիներին, այդպես էլ այդ ժամանակ իրենք չեն թողնի, որպեսզի իրավապահները անեն իրենց գործը։ Եվ հետևաբար ինչպես է պետք կանխել այս սցենարի իրագործումը։ Մարդիկ Քոչարյանին եւ երկու օլիգարխներին պիտի տան 0 քվե, որովհետև Քոչարյանն ու օլիգարխները մենք տեսել ենք ինչպիսի իշխանություն են եւ ես կարծում եմ մենք չենք ուզում նման իշխանության կրկնել։ Հիմա խնդրում եմ ներողություն, հարգելի ես ձեր համար, բայց կթողնեք մի հատ։ Հիմա չէ ներողություն։ Հիմա խնդրում եմ հերթով հարցնել։ Սենք այս ժողովրդավար ենք, հաջորդ հարցը։ Կամքի վրա եք գործում։ Հաջորդ հարցը։ Ինչ։ Ասում եք ժողովրդի կամքի վրա եք փաստորեն ազդում, ասում եք 0%։ Սիրելի լրագրողներ, ինձ թվում է հարցերը մեկ-մեկ պետքա մնան ոչ աբսուրդային ժանրում։ Ես քաղաքական գործիչ եմ եւ կոչ եմ անում մեր քաղաքական հակառակորդներին քվե չտալ։ Ինչ աշխատում ես ժողովրդավար չեմ։ Հա, բան 37 թիվն է, բան եմ անում, սպառնում եմ, հա։ Ինչ։ Եթե քվե տան, ուրեմն դա ժողովրդի ընտրությունն է, բայց ես չեմ կարծում, որ ժողովուրդը պիտի, բայց ես չեմ, երբ որ ես ասում եմ թույլ չենք տալու, ես նկատի ունեմ մենք եւ ժողովուրդը մեր քվեով թույլ չենք տալու, որպեսզի Քոչարյանն ու երկու օլիգարխները դու հիմա դա եղել է, ինչը հիմա դուք ինձ մեղադրում եք, որ մարդիկ ընտրել են այս կամ այն կուսակցությունը։ Շատ լավ, եւ մենք հարգում ենք մարդկանց ընտրությունը։ Բայց մենք չենք հարգում օլիգարխատը, առանձնապես չենք հարգում պարոն Քոչարյանի ներողություն իհարկե խնդրում եմ չվիրավորվեք դրանից։ Մենք կարծում ենք, որ մենք նպատակաուղղված ենք, որպեսզի 26 թվականի ընտրություններից հետո ունենանք սահմանադրական մեծամասնություն։ Եվ նաև պատկերացնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը եւ երկու օլիգարխները եւ ընդհանրապես բոլոր օլիգարխները պետք է մեր թիմում օլիգարխ կա, պետք է բոլոր օլիգարխները
դուրս մղվեն քաղաքական դաշտից եւ խորհրդանից։ Այնուամենայնիվ դուք չլինեք իշխանություն, դուք ձեզ պատկերացնում եք ընդդիմադիր պատգամավոր։ Ինձ թվում է ձեր հարցը կներեք իհարկե, բայց տավտոլոգիա է։ Պարզը որ եթե մի ուժ իշխանություն չի, ուրեմն ընդդիմություն։ Տեսեք, օլիգարխի դասական ձևակերպումն է, որ մարդը, որը բիզնեսմեն է, մեծ լծակներ ունի տնտեսության վրա, Դա չի սահմանում։ նաև կարողանում է քաղաքականության վրա որոշումներ կայացնել եւ ըստ այդմ, եթե տնտեսությունն ու բիզնեսն ու քաղաքականությունը իրար փոխկապակցված են տվյալ անձի որոշումները ազդեցություն ունեն, նա է օլիգարխ։ Հիմա եթե դուք օրինակ այս բացատրությանը չեք հավատում, նաև Նիկոլ Փաշինյանի ասածներին չեք հավատում, որ 2018-19 թվականներին ասում էր, որ Հայաստանում օլիգարխներ չկան։ Հիմա որ ասում եք Քոչարյանին եւ երկու օլիգարխներին թույլ չենք տալու գալ, ինչ օլիգարխ նկատի ունեք։ Գագիկ Ծառուկյանը գործարար է, որը ուզում է ազդեցություն ունենալ քաղաքականության վրա։ Կուսակցության ղեկավար է։ Սամվել Կարապետյանը ռուսաստանցի գործարար է, որը ստեղծել է կուսակցություն, դարձել է դրա ղեկավար եւ փորձում է ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքական դաշտի վրա։ Դրանք եւ սա օլիգարխի դասական սահմանում է։ Հիմա մենք կարող ենք, չգիտեմ, լեզվաբանական բանավեճ ունենալ, բայց ես վստահ եմ, որ բոլորը հասկանում են ինչ է նշանակում օլիգարխ եւ բոլորը հասկանում են, որ օլիգարխները չպիտի եւ կամ լավ չի լինի, որ հասնեն իշխանության։ Մի տեսակ քիչ բան ձևակերպ Կիկոսի մահ չեք սարքում, դեռ որևէ ուժ չի հայտարարել մյուսի հետ դաշինք կազմելու, կոալիցիա կազմելու, մի րոպե ավարտեմ։ Չէ, միացել են դուք այն միավորումը, բայց ասեմ հետո դուք Չէ, որտեղ ձեր միտքը հասկանալի է։ Այդպես չի հայտարարել են եւ Ռոբերտ մի վարքյան դա համագործակցության մասին դրանց շուրջ հայտարարություն չկա։ Սիրելի շողի, կա ասում եմ։ Կա, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ պետք է ընտրությունների գնալ մի քանի բլոկով եւ համագործակցությամբ վերացնել այս իշխանությանը։ Ռոբերտ Քոչարյանի թիմակից եւ Ծառուկյանի մոտ գործուղված Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ իրենց ուզածը Գյումրիի երկրորդ սցենարն է։ Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի զարմիկը հմեկի եթերում հայտարարել է, որ իրենց ուզածը Գյումրիի սցենարի կրկնությունն է, բոլորը կարող են գնալ, չալարել, գտնել, տեսնել, բառացի, դրանք արված են։ Եվ հետևաբար ակնհայտ է, որ իրենց նպատակը դա է։ Ինչ վերաբերվում է Կիկոսի մահի մասին չի հարցը։ Կիկոսի մահի մասին չի հարցը։ Ես ընդամենը ասում եմ հետևյալը, եւ մենք ասում ենք ընդամենը հետևյալը։ 2026 թվականի հունիսի 7-ին լինելու է ընտրությունը բարեբախտաբար կամ ցավոք հետևյալի վերաբերյալ։ Իրենք քվե են տալիս գործող իշխանությանը մարդիկ, թե քվե են տալիս Քոչարյանին եւ երկու օլիգարխներին իրենց արբանյակների հետ միասին։ Այստեղ շատերը կարող են ասել, բայց ինչու կան նաեւ այլ ուժեր։ Շատ լավ, ես դեմ չեմ լինի, եթե այլ ուժերն էլ ձայն ստանան, բայց Քոչարյանը եւ երկու օլիգարխները չպիտի քվե ստանան։ Ես եմ տալիս արդյոք ժողովուրդ կներեք, պարոն Բինյան, ստացվում է, որ անհանգստություն ունի ամեն դեպքում իշխանությունը, որ ընդդիմությունը կարող է կոնսոլիդացվել։ Արդյոք իշխանությունը ունի որոշակի հարցման տվյալներ, այսինքն որևէ տվյալ, որը վկայում է, որ ընդդիմության կոնսոլիդացիան վտանգ է ներկայացնում իշխանության համար։ Չէ, բոլոր կարող եք ասել լավ չի, բայց ամեն դեպքում դուք ունեք տվյալներ, հաստատական տվյալներ։ Բոլոր տվյալները վկայում են այն մասին, որ քաղաքացիական պայմանագիրը մի քանի անգամ գերազանցում է ցանկացած ընդդիմադիր ուժի մի ընդհատեք ինձ խնդրում եմ վարկանիշով։ Հարցը դե այնքան եք մտաբանն ընդհատում որ արդեն շարժում եք մտածում եմ ընդհատում եք։ Այդ առումով անհանգստություն չկա, բայց ես կարծում եմ մեր քաղաքացիները պիտի իմանան ինչ է կատարվում քաղաքական դաշտում, նրանք պիտի իմանան, որ մեր ընդդիմադիր գործընկերները որոշել են տարանջատվել միմյանցից կեղծ կերպով, օրինակ մի ուժից մյուս ուժ մարդ են գործում, օրինակ չգիտեմ Վարդևանյան Արամը սկզբից Քոչարյանի ուժի падգամավորներ եւ Քոչարյանի փաստաբաններ հիմա
Ռուսաստանցի օլիգարխի փաստաբանն է եւ նրա թիմի ներկայացուցիչ։ Թևանյան Անդրանիկը սկզբից Քոչարյանի թիմի падգամավոր էր, հիմա Ծառուկյանի մոտ է։ Այսինքն սրանք բայց մի վարքյան արա սիրելի գործընկերներ, խնդրում եմ ես ձեզ, էլի, եկեք պայմանավորվենք։ Ես խոսում եմ, դուք չեք ընդհատում, դուք հարց եք տալիս, ես չեմ ընդհատում։ Ես իրոք հոգնել եմ, էլի, այս ամեն ինչից։ Անկեղծ ասած, այս ամեն ինչ ես հոգնել եմ։ Բայց խոսքը կիսա Որտեղից է հայտնի։ Որ հարցում է, այդ ոնց է անձեն աչքով երևում։ Չի երևում։ Լրագրողները ներողություն, տվեք, լավ, հա։ Դուք այնքան բարձր վարկանիշ չունեք, որպեսզի մեծամասնություն կա ունենք միայն։ Ո՞վ է դա ասում։ Ում հետ եք դուք համագործակցում։ Դե ձեր հարցը կներեք, բայց Այլում կամուրջները ձեր հարցը կներեք, բայց շատ տարօրինակ էր եւ ոչ պրոֆեսիոնալ, որովհետեւ ես հիշում եմ 2021 թվականի ընտրություններից առաջ էլ նույն լրագրողները գալիս ասում էին դուք վարկանիշ չունեք, ընտրություններում պարտվելու եք, արդյունքը բոլորը տեսակ, բայց մի վարքյան թողեք ավարտեմ էլ։ Երկրորդն էլ ասացիք, ինչ ասացիք, չենք այրում կամուրջը, Քոչարյանի հետ կամուրջ չկա, Քոչարյանի հետ բոլոր հայ ժողովուրդը, ես կարծում եմ Հայաստանի ժողովուրդը ես կարծում եմ 2026 թվականի հունիսի 7-ին պետք է Հայաստանի ժողովուրդը այրի բոլոր կամուրջները Քոչարյանի եւ ռուսաստանցի օլիգարխի հետ, մնացած օլիգարխների հետ, որպեսզի վերջապես ազգային ժողովը նորմալ քաղաքական բանավեճերի տեղ դառնա, ոչ թե որ գան դավաճան այսինչ դավաճան, այսինչ այդ ամեն ինչը ավարտեն։ Նաև կարծում եմ, որ մեր մամուլը պետք է վերջապես այրի կամուրջները Քոչարյանի, Սերժ Սարգսյանի փեսու, չգիտեմ, այնտեղ տարբեր օլիգարխների հետ եւ վերջապես ստանա նորմալ անկախ ֆինանսավորում, պիտի մամուլը հրապարակի իր ֆինանսական աղբյուրները մի բանավիճակի հետ ես հարց ունեք, խնդրեմ, ձևակերպեք ձեր հարցը։ Բայց ինչի չեք այրում եւ Քոչարյանի պատկանող ընկերությունները տենդերներին մասնակցում եւ շահում։ Ինչի չեք այրել։ Չհասկացա, ինչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Հայաստանը ազատ երկիր է, ցանկացած Հայաստանը ազատ երկիր է եւ ցանկացած տնտեսվարող կարող է Հայաստանի օրենքների շրջանակներում վարել իր տնտեսական գործունեությունը եւ մենք երբեք էլ չենք թաքցրել, որ մենք քաղաքական դրդապատճառներից ելնելով որևէ բիզնեսի չենք նեղություն տալիս, շնորհակալ եմ դա հաստատելու համար։ Երեք որոշ փաստաբաններ նշեցին, որ սպառնացել եք հոգեվորականին, իսկ ուր է խոսքի ազատություն այդ դեպքում։ Այդ մարդիկ փաստաբաններ չեն, նրանք քաղաքական գործիչներ են եւ ես համաձայն չեմ նրանց դիտարկումների հետ։ Ինչով է արտահայտվել իմ սպառնալը։ Դե օրինակ քաղաքական իշխանության ներկայացուցիչը թողեք հարցամ, քաղաքական իշխանության ներկայացուցիչը գնում է եկեղեցի եւ հարցերը փորձում պարզել քահանայի հետ իր տեսակետը հայտնելու համար։ Ոչ, ես քահանային տեսակետ հայտնելու համար ոչինչ չեմ ասել։ Ես ասել եմ, որ որևէ քահանա եւ շարունակում եմ ասել, որ որևէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել պայմանավորված վերջինիս քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելությամբ եւ Հայաստանի Հանրապետությունում բոլորը դեպ ոչ միայն քահանաները ցանկացած ոլորտում, որը չի ենթադրում քաղաքական հայեցողություն, պարտավորեն խտրականության չենթարկել մարդկանց եւ բոլոր քահանաները պիտի հիշեն, որ իրենք ծառայում են եկեղեցում ժողովրդին, ոչ թե Քոչարյանի եւ օլիգարխների շտաբում, Քոչարյանին եւ օլիգարխներին։ Շատ բարձր։ Իշխանությունը եկեղեցու գործերին չի միջամտում եւ իդեպ կներկայանաք դուք ոտ լրատվամիջոցից եք։ Արմատ մեդիան ում է պատկանում։ Ով է ֆինանսավորում Արմատ մեդիան։ Երբ որ հաշվետվությունը լինի։ Չէ, բայց ինչ խնդիր կա։ Բայց ինչ խնդիր կա ասեք։ Հրաժարվում եք ասել։ Չէ, ես ուզում եմ իմանամ ում հետ եմ խոսում։ Ես էլ ասում Մանվալի Ադաշկելյանը։ Չէ, նկատի ունեմ որ լրատվամիջոցի ներկա։ Չէ, ուզում եմ հասկանամ դա ինչ լրատվամիջոց է։ Կա որևէ մեկը այստեղ որ գիտի Արմատ մեդիան ում կողմից է ֆինանսավորվում։ Բայց չեք կարծում որ եթե խնդիր լիներ Չէ, ես չեմ ասում խնդիր կա թե չկա, ես ուզում եմ հանրությունը եւ մենք բոլորս իմանանք ով է ֆինանս, օրինակ ես գիտեմ TV5-ը ուղիղ կապի մեջ է Ռոբերտ Քոչարյանի հետ։
բոլորը սա գիտեն եւ ամենայն հարգանքով նորմալ է դա, լավ է թող բոլորը իմանան։ Հիմա ես երբ որ ներողություն, երբ որ TV 5 օրինակ ինձ հարց է տալիս, ես գիտեմ, որ այդ հարցը ինձ այդ թվում տալիս է Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա ես ուզում եմ իմանամ, երբ որ Արմատ Մեդիան է ինձ հարցը տալիս, ով է ինձ հարց տալիս։ Ռոբերտ Քոչարյանն է տալիս, Սերժ Սարգսյանն է տալիս, Սերժ Սարգսյանի փեսան է տալիս, թե Ռուսաստանցի օլիգարխի թիմն է այդ ինձ այդ հարցը։ Դե երբ որ խնդրում եմ մի գոռացեք, խնդրում եմ մի բղավեք ինձ վրա, էլի։ Խնդրում եմ մի բղավեք ինձ վրա։ Այլ հարցեր կան, այլ հարցեր։ Տեսեք, օրինակ, թվում է թե TV5-ի լրագրողն է սա ինձ ասում, բայց սա ինձ ասում է Ռոբերտ Քոչարյանը։ Ես համաձայն չեմ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Խնդրեմ, հարգելի Փայլյան։ Մենք հայ առաքելական եկեղեցու դեմ պայքար չենք մղել, որ պարտվենք։ Ով է ասել նման բան։ Ով է ասել նման բան։ Ով։ Անուն ազգամ, ես այդպիսի բան չեմ ասել։ Ոչ ես, ոչ բոլորս այդպիսի բան չենք ասել։ 10 եպիսկոպոսներից մեկը, այսպես ասած, հետ քայլ է արել։ Սա ես չգիտեմ ինչի մասն է խոսքը։ Շինը ձեր այդ զրույցից հետո ինչպես դուք եկել Չգիտեմ։ Պարոն Ռուբինյան, Գյումրի 2 թույլ չտալու համար արդյոք իշխանությունը օրինակ կգնա այն ճանապարհով, որ որոշ ուժերի չգրանցի ընտրություններին մասնակցի։ Իշխող ուժը չի գրանցողը, եթե խոսքը ընտրությունների մասին է, կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ իր որոշումները կայացնում է ըստ ընթացակարգերի։ Չգիտեմ, չեմ կարող ասել ինչի մասն է խոսքը։ Եթե որևէ կուսակցություն եւ որևէ տեխնացու ոչ մի հակաօրինական բան չի արել եւ համապատասխանում է բոլոր չափանիշներին, ինչու չպիտի գրանցվի։ Հիմա ասում եք, որ մենք բարձր ցուցանիշ ունենք, 50-ից ավել ձայն են գրավելու, այնուամենայնիվ հանդիսություններ ունեք, որ ընդդիմության համախմբումը կարող է իսկապես վճռորոշ լինել եւ դուք Սիրելի գործընկերներ, մենք ես ԿՊ-ի շատերն են այս հարցով անընդհատ լայվեր մտնում, բարձրաձայնում, որ ժողովուրդ ջան հասեք, ուզում են համախմբվել։ Եթե հարգելի լրագրողներ, հարգելի լրագրող, ախր լավ մի քիչ հարցը կարճ։ Հա, բայց շատ երկար եք ձևակերպում, կեսը ելույթ է արդեն։ Բայց մի վարքյան թողեք էլի։ Հարգելի սիրելի լրագրողներ եւ գործընկերներ, ես հասկանում եմ իհարկե, որ ձեր լրատվական քաղաքականությունը ենթադրում է զուգահեռ երկու թեզի առաջ մղում։ Թեզ համար 1. ԿՊ-ն դիկտատորական եւ հանցագործ ուժ է, որը վախի մեջ է պահում բոլորին, սպառնում է բոլորին, ծեծում է բոլորին եւ այլն, եւ զուգահեռ նարատիվ համար 2. ԿՊ-ն խոճապի մեջ է, բոլորը ճամփրուկները հավաքում են։ Կհամաձայնեք, որ նախ դրանք իրար այդքան էլ չեն համապատասխանում, որտեվ եթե 37 թիվն է, այդ ոնց է ԿՊ-ն խոճապի մեջ։ Բայց իրականում երկու թեզերն էլ կատարապես սխալ են, որովհետև ոչ 37 թիվն է, ոչ էլ ԿՊ-ն խոճապի մեջ է։ Մենք մոտենում ենք ընտրությունների, մարդիկ նայում են, տեսնում են, պետք է դիտարկեն քաղաքական ուժերին, պետք է դիտարկեն իրենց ծրագրերը, պետք է դիտարկեն տեխնացուներին։ Հիմա կամ էլ անհանգստություն։ Հիմա քաղաքացիական պայմանագիրը ներկայացնում է իր տեսլական ապագայի վերաբերյալ ընդդիմադիր ուժերը իրենց։ Ես որպես քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ պնդում եմ, որ Քոչարյանի եւ երկու օլիգարխների ընտրությունը եւ իշխանության գալը նշանակում է կոռուպցիայի վերադարձ, նշանակում է խաղաղության, այսպես ասենք, առնվազն մեծագույն ռիսկի տակ լինել։ Ինչու եմ ես նաեւ պնդում, որ Գյումրի երկրորդ սցենարը վատ սցենար է։ Օրինակ ես տեսել եմ քաղաքական գործիչներ, լրագրողներ, խմբագիրներ, ասենց իրանց միամիտ տեղ դրած ասում են, բայց ինչ վատ բան կա Գյումրի երկրորդ սցենարի մեջ։ Դե առավազն մի հատ վատ բան կա, չէ՞ որ ընտրված քաղաքապետը կաշառակերության մեղադրանքով։ Ես շատ անգիստ եմ, երբ որ քաղաքապետերը կաշառակերության մեղադրանքով ձերբակալվում են։ Ես ընդհանրապես մի վարքյան էլի, ներողություն էլի, մի վարքյան։ Ես շատ անհանգստացած եմ, երբ որ որևէ մեկը կաշառակերության դուք խնդրում եմ այդ ռեպլիկի փոխարեն կողքից ռեպլիկ արեք, ասեց, մեզ ֆինանսավորում է, էս ինչ է։ Բայց ինչ անշակում ոչ մեկ չի։ Դե խնդրում եմ հիմա ասեք։ Ո՞վ է ֆինանսավորում ձեր լրատվամիջոցը։ Ես չգիտեմ, ես աշխատում։ Բայց չգիտեք ում համար եք աշխատում դուք։ Ես աշխատում եմ լրատվամիջոցում։ Կարող է պարզվի ինչ որ, կարող է պարզվի։
Չէ, նկատի ունեմ դու չգիտեք ում մոտ եք աշխատում, հիմա կարող է բարձվի ձեր, կարող է չար ուժերն են ֆինանսավորում ձեր լրատվամիջոցը։ Պարոն Ռուբինյան, Ով է ֆինանսավորում, խնդրում եմ ասեք։ Դե չգիտեք, ուրեմն, բայց միտքը սկիսատ մնաց, խնդրում եմ մի բղավեք, էլի ինձ վրա։ Խնդրում եմ մի բղավեք ինձ վրա։ Լավ, իմ ուղղությամբ մի բղավեք, էլի խնդրում եմ, էլի, ցածր, ավելի ցածր, խնդրում եմ։ Հա։ Շատ լավ, լավ որ ձեզ։ Խնդրում եմ հիմա թողեք, մի խանգարեք, հա։ Մի խանգարեք։ Հա։ Բայց միտքս ախրկիսատ մնաց էլի։ Ես շատ անհանգստացած եմ, երբ որ քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ ձերբակալվում են կաշառակերության մեղադրանքով, որովհետև ես կարծում եմ, որ կաշառակերությունը վատ բան է։ Դե համար լավ կլիներ, որ բոլոր նրանք, ովքեր ասում են, բայց ինչ վատ բան կա, հասկանան, որ վատ բանը կաշառակերությունն է։ Բացի դրանից, բայց ես խնդիր չունեմ ընդդիմություն, եթե կարողանա թող միավորվի, ինչ է դրանից։ Մենք կենտրոնացել ենք նրա վրա, որ Քոչարյանն ու երկու օլիգարխները չպիտի գան իշխանության, որպեսզի մեր երկիրը չվերածեն թալանի բույնի, ինչ կա ստեղ չհասկանալու։ Վերջին հարցը խնդրեմ։ Ձեր թիմագիծը հիմա կաշառքի համար Ում մասն է խոսքը։ Գասպարյանի։ Հա։ Հիմա մարդիկ ասեն, որ քաղաքացիական պայմանագիրն են հանցանքանի, եթե իշխանության կա։ Կոռուպցիա, լսեք, երբ որ քաղաքացիական պայմանագրի որևէ անդամ, չգիտեմ, կասկածվում է կամ հետապնդվում է կոռուպցիայի համար, դա վկայում է նրա մասին, որ կրկին քաղաքացիական պայմանագիրը ստեղ մի վարքյան, հա, մենք երբեք էլ չենք, մեր իշխանության օրոք, մեր իշխանության ներկայացուցիչ նախարարը ձերբակալվել, մի վարքյան, նախարարը ձերբակալվել, դատապարտվել, այլ նախարարներ քրեական հետապնդման տակ են, փոխնախարարը ձերբակալվել, քաղաքաշինության կոմիտեի նախագահը ձերբակալվել, падգամավոր կա, որի խոսքը արդեն նախկին ներկայացուցիչի մասին է։ Դուք ասում եք մերժելի է կոռուպցիա, նույն մեթոդով մարդիկ ասեն, այս թիմում էլ եղել են քաղաքապետ, փոխքաղաքապետ, падգամավոր։ Բայց մարդիկ տեսնում են, չէ՞, որ մեր իշխանության օրոք, ովքեր որ ազնիվ են, շարունակում են աշխատել, ովքեր որ ազնիվ չեն, ասել այնտեղ կմնա։ Լսեք էլի ինչ եմ ասում, ովքեր որ ենթադրյալ հանցանք են գործել, իրենք հետապնդվում են։ Ինչ վերաբերում է Քոչարյանի եւ երկու օլիգարխների իշխանության տարիներին, իսկ ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ Քոչարյանն ու երկու օլիգարխները իրար հետ երկար տարիներ իշխանության են կիսել, մասնավորապես երբ որ օրինակ Քոչարյանը նախագահ էր, Ծառուկյանը իշխանամետ ֆրակցիայի կուսակցության ղեկավար էր, մի վարքյան ռուսաստանցի օլիգարխի եղբայրը ՀԿ խմբակցության ղեկավարն էր մարտի 1-ի ժամանակ, հետո Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր, այ իրանց իշխանության տարիներին, երբ որ մարդիկ կաշառք էին վերցնում, իրենք չէին դատվում։